Բարի երեկո հարազատներ, Facebook-յան ընկերներ, ինձ հարազատ դարձած թանկ ու կարևոր մարդիկ։ Ժողովուրդ ջան, գիտեք, որ երկու էջ ունեմ, ես մեկ արդեն 6 ամսից ավել է բլոկված է, հիմա էլ բացվել է, այսօր է բացվել, այն մյուս էջով եմ եթեր դուրս գալիս, այսօր բացվել է, բայց հիմա էլ բլոկված է գրվելու տեղը։ Ես չեմ կարող ձեր գրածներին արձագանքեմ, ուստի չմտածեք, որ ես ձեզ անտեսել եմ, ես ձեր բոլորին շատ սիրում ու հարգում եմ։ Ժողովուրդ ջան, քանի որ Քարոզարշավն ավարտվեց, ընտրություններն ավարտվեց, այս թոհուբոհը իբր թե մեր մտածելակերպով ավարտվեց, ահա սկսվել է նոր թոհուբոհ, նոր մանկապարտեզ, նոր հարևաններ ու նոր հայվաններ ներբեռվել են Հայաստանի Հանրապետության կառավարական դաշտ։ Ուստի այդ հարցի շուրջ ուզում եմ խոսել։ Խոսեմ Սամվել Կարապետյանից, խոսեմ իր ոհմակից, խոսեմ Վլադիմիր Պուտինի բարձր հովանի ներքո Հայաստան բեռնաթափված այդ անդառնալի աղբից, այդ աղբակույտերից, որոնք այսօր Հայաստանի Հանրապետության ամենակարևոր օղակներում վերընկած են ու զբաղացնում են աթոռ, որի համար պետք է վարձատրվեն, բայց Հայաստանի Հանրապետությանը ոչ մի օգուտ չեն տալու։ Հայաստանի Հանրապետության պետականության մեջ ապրելու են, այս օդ ու ջուրը շնչելու են ու շամպես հաչալու են, որպես շուն։ Ուրիշ ոչ մի բան իրանք չեն անելու այս երկրի համար, քանդելուց, խեղաթուդելուց, ապականելուց բացի, բայց այդ process-ները մի այլ կարգի կասեցված է, իրանք ձեռներն անձեռնմխելի վիճակում չի, անձեռնմխելի վիճակում է ու չի կարա հասնի, իրանց կարծիքով, որ անձեռնմխելի է, կարա հասնի մեր իշխանությանը, չկա նման բան, ժողովուրդ ջան։ Ուստի ես ուզում եմ խոսամ հենց այդ ամենակեղտոտ հատվածից, այսօր Սամվել Կարապետյանի աղբոր որդին, այդ հորթը, ազգային ժողովի ամբիոնում կանգնած падգամավորին ասում է հորթ, ուրեմն Սամվել Կարապետյանի աղբոր որդի, հորթեք ընտանիքով, ազգով, տակով լիցենզավորված, հորթեք զուտ նրա համար փաստացի բոլոր ապացույցներով հորթեք, գիտես ինչի համար, որ քո ֆինանսական աղբյուրներով ի հայտ եկած Սամվել Կարապետյանին հարց էին տալիս լրագրող համակարգի, իհարկե ձեր կողմից վարձած լրագրողները, դրանք փողոցայիններ են ինձ համար, հարց են տալի, ասում են, բայ ինչի չեն ձեր եղբոր որդին, ձեր որդիները գնաց է տառայլու, այդ էշը Սամվել Կարապետյանը, այդ հորթերի պապան, մոզին ավելի ճիշտ, ասեց բանա, մի շատ գրագիտ բան ասեց, ասում է երեխուց կիմանաս ինչ որ իմանաս, դե այդ երեխու մտածելակերպից էլ ցածր մտածելակերպ, այլի տկար կարճ, ասեց մեր երեխաները չեն գնացել պատերազմ, որովհետև իրանք համարվում են քաղաքական դիակներ, դրա համար չեն գնացել, որ չզոհվեն։ Ուստի ինչ եմ ուզում ասածում եմ ժողովուրդ ջան, Հայաստանի անգեր գալի դրա համար։ Բարի երեկո մայրիկ ջան, հարազատներ ջան, քուրս մերս։ Մի խոսքով, դուք ինքներդ ապացուցել եք ձեր հորթ լինելու տեսակը։ Ժողովուրդ ջան, ինչի համար են եկել Հայաստան։ Ինչի համար են եկել նստել վերընկել ազգային ժողովում, հələ մի հատ էլ ազգային ժողովի падգամավորին հորթ են ասում։ Ուրեմն Նարեկ Կարապետյան հորթը մամատ է, մոզին էլ դու ես։ Մամատ հորթ այլ է Ռուսաստանի Դաշնությունում դարեր ի վեր Պուտինի տակը պարտյաց վիճակում։ Հորթը հորողբերը տա, հորթը հորողբուրը կնիկն է, որ բազմա հազարանոց քահանաներ են բավարարել նրան իր ամբողջ սեռական ներկայով ու անցյալով։ Հորթը հորողբուրը տղենա, որ գալիս էր Հայաստան, Հայաստանի Հանրապետությունում Լիլ ջան լայվի մեջ էի դրա համար անջատեցիք խոսանք։ Հորթը հորողբորը որդին է, որ գալիս էր Հայաստան իշխանությունը գրավելու եւ բազմա հազարանոց կանանց, հարյուրավոր կանանց բավարարելու։ Ուրեմն դուք ինքներդ հորթեք մնացեք ձեր երկրում, ձեր Ռուսաստանի Դաշնությունում, ու ինքներդ բավարարեք ձեր կիսամերկ կանանց, որոնց բարձր հովանի ներքո, որոնց հետևի ու առաջի շնորհիվ, առաջի ու հետևի շնորհիվ դուք այսօր դարձել եք իշխանություն, դուք այսօր դարձել եք հարուստ մարդիկ, բայց լավ իմացեք, Հայաստանի Հանրապետությունում գործում է մի իշխանություն, որը կարելի ասել ոչ թե իշխանություն է երկրի կամ աթոռի համար, իշխանություն է հայ ժողովրդի համար, ծառայող համակարգ է այս իշխանությունը հայ ժողովրդի վաղվա անցյալի ներկայի ու ապագայի համար։ Ուստի տեղյակ եք, Հայաստանի Հանրապետության այդ ամբիոնը, որ զբաղացնել եք ձեր կեղտոտ շալվար բաժանելով, դրամական պարգևներով, աշխատավարձներ կեղծ ձևակերպելով, այդ ամեն ինչը բեռնաթափվելով դուք տեից դուրս եք գալու։ Այդտեղից գնալու եք Ռոբերտ Քոչարյանի հետ միասին Դոդի Գագոյի առյուծի մոտ։ Դուք բոլորը պատասխան եք տալու Հայաստանի Հանրապետությունը 36 տարի կեղեկելու, ապականելու, թալանելու համար։ Իսկ ինչ մնում է ձեր այսօրվա կապիկությունները, ձեր դեմքից երևում է, ոնց որ ամփույթ սեքսից առաջացած մի հատ ամբողջն եք, երրորդ մասի Լիլոն, Պաբեդա մոստի Քիսոն, Ծերեթելու Հասոն, այդ բոլորը ներկայիս ընդդիմադիր դաշտում կանգնած հայվաններից ու հորթերից էլ ավելի թասվով տղա ու կին են համարվում։
Ես ուղղակի ապշում եմ, որ մի երկրում ես տեսե ազգային ժողովի ձախ կամ աջ կողմի հատվածում ընդդիմադիր կամ դաշնակ հատվածում լինեն այդքան բազմահազարանոց դաշտանի տրապկեք։ Հայաստանի Հանրապետությունում ընդդիմությունը բառից բուն իմաստով ամենակեղտոտ սավանից էլ կեղտոտ է, բառից բուն իմաստով։ Այն Պրոշյանցի մի պոռնիկը կա խոսում է Քոչարյանի գրգին էլ նստած նկար ունի։ Խոսում է Հայ Կոնջորյանի աշխատավարձը աղջիկ ջան, քո լցոնած պրոշները, քո Լյուքսեմբուրգի դեղերով ներբեռնած թուշերը, քո դրած հետևը, քո դրած կրծքերը, այդ բոլորը Հայաստանի Հանրապետության բյուջեի հաշվին են եղել։ Քո սիլիկոնե դոշերը, դու այսօր եկել ես որպես կին, կանգնել ես այդ ամբիոնում իբր կին ես։ Հա, ասենք ով ասելա կզի կզել ես ու դարել ես այդ աթորիտերը, նշանակում է դու կին ես։ Մի հատ քեզ նայի ու Հայաստանի Հանրապետությունը ղեկավարի կոլեկտիվի կանանց նայի ու քեզ նայի այս սիլիկոնե թափում դու ինքդ Հայաստանի Հանրապետությունում ընդհանրապես անելիք ու արած ոչինչ չունես թալանից բացի։ Ես ուղղակի ապշում եմ Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի ամենակարևոր հատվածում, որ պետքա լինեն գրագետ, հասկացող, գիտակից մարդիկ, որ երկիրը ազատեն, որ երկրին աջակցեն, Հայաստանի Հանրապետության բնակչի հոգսով ապրեն, չկան այդպես մարդիկ ընդդիմադիր դաշտում, սեռական օրգան փախցնող, ռոբերտասերժական կլանի տակ հավերժ պարող, երկիրը վաճառող, տակից վրից ներքուստ թակուն ապաշկարա, այդ տեսակ մարդիկ եք։ Ես ուղղակի ապշում եմ ձեր վրա։ Դուք Հայաստանի Հանրապետության ազգային ժողովում որպես ընդդիմադիր թիմ պետք է նստեք ռեզինով, ապահովիչով, որովհետև ձեր մեջ շատ մեծ վիրուս կա ու դա եթե տարածվեց ժանգախտի պես կբռնի հայ ազգին։ Դուք այդ տեսակ սեռավարակներ եք, դուք Քոչարյանի տակից փախած եք, դուք քահանաների տակից փախած եք, դուք նախկին գեներալների դեմ սողացած եք, դուք նախկին ու ներկա ժողովրդի դեմ կանգնած մի հատ փալասներ եք, ձեր նախքին ձեզ սնուցող, ֆինանսապես ձեր գրպանն են լցում, ֆիզիկապես էլ լցում են ձեր փորերը։ Դուք աբորտ չեղած մի հատ հատված եք Հայաստանի Հանրապետության ազգային ժողովում։ Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի ընդդիմադիր հատվածը, որը որ գոյացել է, այդ ամեն ինչի մեղավորը Հայաստանի Հանրապետության 35 տարի որ հետ է սեթում, այդ ծննդատան աշխատողներն են եղել, որ այդ տեսակ թափոնը, այդ տեսակ ժանգախտը սրսկելով չեն մահացնել, որ այդ տեսակ ժանգախտը աբորտ չեն արել, ոչ թե 6 ամիս շուտ, այլ մի շաբաթական հղիության դեպքում պետքա կանխվեր Հայաստանի Հանրապետությունում ընդդիմադիր թիմի մեջ առաջացած այդ հորտերի ամբոխը, պետքա կանխվեր, բառից բուն իմաստով Հայաստանի Հանրապետությունում դաշնակները, Հայաստանի Հանրապետությունում Սամվել Կարապետյանի թիմը, Քոչարյանի թիմը եւ այն թիմակիցները, ովքեր սպայկա եղած խեղաթուրել ու խայտարակել են Հայաստանի Հանրապետությունը, Հայաստանի Հանրապետության ժողովրդի ապրելակերպը, նրանք բոլորը սեռական թուրիմացություններ են, անկողնային ամփոփ շփում, որ առաջացել է կրկին ընթացքում ու ի հայտ են եկել այդ տեսակ չգոլորշիացած մի հատ փոքրիկ սերունդ, որը դուք եք, որ Հայաստանի Հանրապետության պետական համակարգի հետ այսօր ուզում եք ոտ մեկնեք, ցավոք սրտի չեք կարենալու մեկնեք։ Հայաստանի Հանրապետության ներկայիս իշխանությունը զբաղվում է թութ-թափ տալով, ձեզ թթից առիտեղ, մեզարը պահմատակները ու թափա տալիս, ու այդ թութը ժողովրդի բերնից թալանած այդ տարիների թութը տանում է ու լցնում է Հայաստանի Հանրապետության արխիվը, Հայաստանի Հանրապետության բյուջեն, որպեսզի Հայաստանի Հանրապետության գալիք սերունդը ապրի ծաղկած ու զարգացած Հայաստանում, ու դա արդեն իսկ լինում է, տեսանելի ձևով, հասանելի ձևով, ձեր նման դիշովկեքը, ձեր նման լրբի վաստակները, ինչքան կուզեն խեղաթուրեն, Հայ Կոնջորյանի կնոջը կթերագնահատեք, Ալեն Սիմոնյանին կթերագնահատեք, չգիտեմ ում ուզում եք թերագնահատեք, բայց լավ հիշեք, դուք բոլորդ, դրանց են 1000 անգամ կներեք ժողովուրդ ջան, դրանց են թերմացքի կեսը չկաք, դուք երկիր եք խեղաթուրել, դուք Հայաստանի Հանրապետությանը դարեր ի վեր թալանել եք ու կեղեկել եք, դուք Հայաստանի Հանրապետության հասարակության համար, հայ երկրի համար, հայ ժողովրդի համար միակ բանը, որ ստեղծել եք, դա եռաբլուրն է, որը դարեր ի վեր չի մոռացվի։ Դուք Հայաստանի Հանրապետությունում կերտել եք տարիների, ձեր կառավարման տարիների ընթացքից մինչև առ այսօր, սկսված օրվանից մինչև առ այսօր,
դուք միայն ու միայն կերտել եք տեսանելի, շոշափելի, հասանելի մի երրաբլուր, մի անդառնալի ցավ, որը դարեր ի վեր գիտակի ցայի սրտից աշկից չի մոռացվի, երբեք ու երբեք դուք բառից բուն իմաստով եղել եք խայտառակություն Հայաստանի Հանրապետության համար, ես ուղարկի ապշած եմ ձեր մարդկային բոլոր հատկանիշներից, այն մարդկային հատկանիշներից, որը որ բացակայում է ձեր մեջ չկա, դուք բոլորդ բառից բուն իմաստով Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի Ձախակոմյա թե աչակոմյա հատվածում եք վերընկած, հեռուստացույցով պարզ չի երևում այդքան, տեսանելի չի։ Ընդդիմադիր դաշտ, դուք բոլորդ Շենգեն վիզեն խփած բոզի վաստակներ եք, Պոռնիկաբանական ինստիտուտի դեկաններ եք, բոլորդ բառից բուն իմաստով ձեր քամագով բոմբ էլ գցեք, հելնեք երկինք իշնեք ներքև Հայաստանի Հանրապետության կառավարական դաշտում մնալու եք որպես հորթեր Ռուսաստանի Դաշնությունից բռնի տեղահանված Պուտինի բարձր հովանի ներքո Հայաստան բեռնաթափված հորթերի ամբող, որոնց անասնակերը, որոնց տակը մաքրել է, այդ գոմաղբը թափելու բոլոր ֆինանսական պրոցեսները շտկելու է Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը եւ Գագիկ Ծառուկյանը։ Դուք Հայաստանի Հանրապետության կառավարական դաշտում մի փոքրիկ հատված կիսած ու ձեզ որպես ախոր հատկացրած, անասնագոմ հատկացրած, այդ գոմի մեջ չբազմացող, չբերմոզիներ եք։ Դուք երբեք ու երբեք էլ այլևս Հայաստանի Հանրապետությունում անելու ոչ մի բան չունեք Հայաստանի Հանրապետությունում ընդդիմադիր դաշտը ինձ համար բառից բուն իմաստով Պոռնիկաբանական շքախումբ է, Պոռնիկաբանական շքախումբ, որը 36 տարի առանց դիպլոմի, առանց թատերական ինչ-որ կրթության խաղացել է ավելի ուժեղ, քան Սնդուկյանի թատրոնի սովորած թատրոնի աշխատողը։ Դուք այսօր ձեր դիմակը պատռել եք, դուք այսօր Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի շենքի մեջ գտնվող մի փոքրիկ հատված առանձնացրել են ձեր համար աղալ, ոչխարի աղալ, ձեզ լցրել են ըտե, որ անդադար հաչակ ու ձեր այդ բոլոր անասունների կերը, այդ ավիոզը, այդ սալոմը, այդ յոնջեն, բոլորը տրամադրելու է ձեզ այդ անասնագոմում կապված անասունների կերը, ընդդիմադիր դաշտի այդ խոտանը տրամադրելու է ձեզ Ռոբերտ Քոչարյանը։ Դարեր ի վեր, ու էլի այդ ձեր անասնակերն էլ, այդ գոմաղբի մեջ գտնվող տավարների կերը մեր ժողովրդի քրդինքն այլ է, որ Քոչարյանը գողացել դիզելա, որ այսօր ձեզ կերակրի։ Դուք խոսալու տեղ չունես, Նարեկ Կարապետյան, եթե Հայաստանի Հանրապետությունում եւ հանրապետությունից դուրս բոզի տղի մրցույթ լինի, միակ մարդն ես, որ կհաղթես դու։ Եթե Հայաստանի Հանրապետությունում կամ գլոբալ երկրագնդի վրա հայվանների մրցույթ լինի, հորողբերը միակ էշն է, միակ էշը, որ Հայաստանի Հանրապետություն կարա ոսկե Օսկար բերի, էշերի Օսկար, բառից բուն իմաստով։ Իսկ ինչ մնում է քեզ Դոդի Գագո, եթե Հայաստանի Հանրապետությունում ղախպի տղերքի մրցույթ լինի, լկտիների, լպիրշների մրցույթ լինի, այլասերվածների ու այլասերված ցրտողների մրցույթ լինի, դու միակ մարդն ես, որ կարաս Հայաստանին ոսկե Օսկար բերես, որպես ճանաչված լրբի տղա, որպես կեղծ եկեղեցիներ սարքող, որպես բազմահազարավոր ջահել երեխեքի կյանք խորտակող, հարյուրավոր երեխեքի սպանողների հարգված պապա, հարյուրավոր աբովյանցիների գլխատող, հարյուրավոր աբովյանցիների հացին վայիս լնող, հազարավոր վարորդների աշխատանքին վայիս լնող, ես Աբովյանից դուրս Աբովյանցի տեսա, որ ինձ պատմեց Թալինում, որ ես ապրել եմ Աբովյանում, իմ ամուսինը վարորդ էր, մեր տները Դոդի Գագոն մեր ձեռքից վերցրել է ու մենք եկել ենք Թալին։ Հազարավոր մարդկանց հացին վայիս է եղել։ Դուք բոլորդ նախկին ընդդիմադիր դաշտը ուղարկի ճանաչված օլիգարխներ եք, բայց մեր սիրելի վարչապետի բարձր հովանի ներքո դուք դարձաք բոլորդ ճանաչված բոզի տղերք, ճանաչված երկիրը թալանողներ, ճանաչված տականքներ, Պադնոսով Հայաստանի Հանրապետության 18 տարեկան զինվորին Պադնոսով ռուսին Չերես Ալիև մատուցող ղախպի տղերք եք դուք, բոլորդ, դուք այդ ամբիոնում ընդամենը անասնագոմ են հատկացրել այդ ամբիոնի մեջ, մի փոքրիկ աղալ են հատկացրել ձեզ, որպեսզի դուք այդտեղ թրքեք, այդտեղ ուտեք ու ձեր քաքի հետ խաղանեք, ձեր թրիքի հետ։ Դուք Հայաստանի Հանրապետությունում ուրիշ անելու բան չունեք, որովհետև ձեր բոլոր շանսերը կասեցված է։ Դուք այսօր այնքան անգրագետ դեբիլ դալբայոբների համակարգ եք, որ ասում եք մենք եկել ենք որ ազգային ժողով մանդատը վերցրել ենք, որ ձեզ
ազատենք երկրի իշխանությունից, ղեկավարությունից։ Կներեք, երկրի ժողովուրդը Պար բռնած վազեց ունտրեց Նիկոլ, հազարավոր շալվարներ բաժանեցիք, հազարավոր կանանց խոստացաք, որ բավարարեք չբավարարեցիք, հազարավոր ամպուպուլ տղամարկանց կնանոնց տների ցանիկ տարակողեցիք շտաբները, ցերեկը օգտագործեցիք քաղաքական հայացքների համար, գիշերն էլ գիշեր օգտագործեցիք ձեր սեռական հարցերի համար, հազարավոր կանանց տարակ թաթախեցիք այս քաղաքական թոուբոհի մեջ որպես ցույցի մատերիալ, սոցցանցերով, ԱԱՑ-ի բացահայտումներով արեցիք խայտարակ, Ռուսաստանի Դաշնությունից ձեր կողքը կանգնած ձեզ սատարող հայերին բերեցիք, կողեցիք սոցցանցերը, աշխարհը այդ Ռուսաստանից փողով եկած հայերի նկարների տակ գրեց բոզի տղա, կնգատես անեմ, երեխի տեն անեմ, խայտարակեցիք այդ մարկանց վարքագծից գցեցիք, այդ մարկանց նսեմացրեցիք, խորտակեցիք, խեղաթուրեցիք նրանց ներկան, անցյալն ու ապագան, ու էլի չեկաք իշխանության, հարյուրավոր դոլարներ բաժանեցիք ու էլի չեկաք իշխանության, հազարավոր դոլարներ հիմնարկներ խուրդեցիք ու խարժեցիք, չեկաք իշխանության, մենակ ոսկեհատ գյուղում ձեր ունեցած բիզնեսների հիման վրա 50 միլիոն դոլար փող եք բաժանել, բայց չեկաք իշխանության, ու դուք այսօր ասում եք, այ բոզի տղերք, դուք բոզի տղա եք, այստեղներս հասցրած, ու դուք այսօր կանգնում եք ասում եք, այ դիշովք եք, որ դուք եկել եք մանդատները վերցրել եք, որ այս իշխանությանը զրկեք իշխանությունից, то դուք բոզի տղեկ չկաք այդքան, то դուք այնքան էժանագին փալաս եք, որ հենց մենակ Արագածոտ մարզի գյուղերում ամբողջ Արագածոտ մարզի գյուղերում իմինը բյուրականում պուբլիշնի ասած մի հատ պլանքաշ չէիք թողե, բոլորին ներքաշեցիք սրանց մեջ, այսօր այդ մարդիկ խաղաղությամբ հանգչում են Հայաստանի Հանրապետության բերտերում, Սամվել Կարապետյանը այդ դիշովք են, որ այդ մարկանց ներկան անցյալը առօրյան տակնու վրա յար է, ինչով է աջակցում այդ մարկանց, որոնց իրանց սատարելու համար, ֆինանսական օգնություններ տրամադրելու համար, որը համարվում է պետականորեն կաշառք, այդ մարկանց ներկան անցյալը ապագան առօրյան խորտակել է, ինչ է անում Սամվել Կարապետյանը այդ մարկանց համար, փաստացի աշտարակի բոլոր շտաբներում, Արագածոտ մարզի բոլոր շտաբներում, բոլորին սարքեցին շուն ու կատու ընտրություններից հետո, բայց միայն ու միայն Երևանի կենտրոնական շտաբում, Սամվել Կարապետյանի կենտրոնական շտաբում նստած դեբիլ, դալբայով, մանկամիտ, խելագար, մոլագար, բոզի տղերքին տարան լցրեցին ազգային ժողով, այդ է կարեմենակ, Սամվել Կարապետյան, Հայաստանի Հանրապետությունում չապրեցիր, Հայաստանի Հանրապետության առօրյան հասարակության ժողովրդի ներկան անցյալ ապագայի մեջ թաթախվեցիր ու մինչև վերջի խազը խայտարակեցիր, ու դու այսօր քո վեցնոցներով, քո այդ վокзալի ժամացուց աղբոր ворթով, այդ ամփույթ սեքսից առաջացած այդ ոչխարի եկել ես ազգային ժողով ու մտածում ես ինչ-որ բանի պիտի ասնես, այդ մանդատը սարքելու են մանգաղ, կողեն քամակները, հիշեք, կողելու են ձեր քամակը, ձեր այդ անգրագետ լեքսիկոնի համար, ժողովրդին փողով խեղաթուրելու համար, իհարկե փողով խեղաթուրել եք ձեր նման խեղաթուրվածներին, այսքանը ձեզ ու կհիշեք, Հայաստանի Հանրապետությունում հորդ մենակ դուք եք, հորդ եք, մոզի եք, ինչ եք, մենակ դուք եք, որովհետև մենակ դուք եք հորդի պես գնացել Ռուսաստան ու պարկել ամենամահացած որդի տակը, ամենամահացած բորցի տակը, Պուտինի տակը ու Պուտինի բարձր հովանի ներքո եկել եք Հայաստան, որ Հայաստանը խեղաթուրեք, բայց դուք էլ Հայաստանում անելիք չունեք, դուք մի հատ մոմ եք Պուտինի համար, որի մեջ էլ թել չկա, բացարձակ, ու մոմը առանց թելի չի ծխալու, դուք ստեղանելիք չունեք, ձեր չափը ճանաչեք ու հիշեք, Հայաստանի Հանրապետության կառավարական դաշտում ՔՊ-ի ինչքան падգամավոր ու պաշտոնավոր մարդիկ կան, որ կանգնած են երկրի ժողովրդի ու պետության ու պետականության կողքը, երկու այդքան էլ մարդիկ կանգնած են այդ պետության ու այդ կառավարական դաշտը զբաղացնող մեր իշխանության կողքը, բռնած ինձնից, պարզա։ Լավ մնացեք սիրելի ընկերներ ու հիշեք, որ դուք ինձ գրում եք, չեմ կարող պատասխանեմ ձեզ, գրեք իմ մյուս էջին կամ իմ Viber WhatsApp-ին հարազատներս, բոլորից շատ սիրում, հարգում ու կարոտում եմ։